ես ինքնասպանության փորձ եմ կատարել արմավիր քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում։ Պատճառը նա է եղել, որ քննիչի կողմից կատարվել է ոչ ճիշտ աշխատանք եւ մեղադրանք է ինձ առաջադրվել, որը հոգեպես ինձ հասցրել է վատ վիճակի, բացի այդ դրանից հետո առանց օրենքի սահմանների կիրառման ինձ տարել են արմավիր ԿԿ եւ հոգեվիճակս ավելի է վատթարացել այնտեղ, քանի որ այնտեղ տիրում էր վատ իրավիճակ եւ ինձի ոնց ասեմ, որ ճիշտ լինի, առաջարկ է եղել, որ պետք է այս խցում ապրեմ այսիշ մարդու հետ, որի հետ ես չեմ կարողացել համակերպեմ, քանի որ ես ինքս եղել եմ նախկին աշխատակից, շատ բարքեր կան, որ իմ համար անընդունել են։ Հետևաբար նման բաներից հետո հոգեվիճակս ավելի վատանալու դեպքում մի անգամից այդ առաջարկներից հետո մտել եմ խուց եւ ինքնասպանության փորձ եմ կատարել, որից հետո հոգեբանների աշխատանքների շնորհիվ սկսել եմ վերականգնվել, այսինքն հսկիչի արագ արձագանքման արդյունքում ինքնասպանությանս փորձը հաջողությամբ չի ավարտվել, որից հետո տեղափոխվել եմ Վարդաշեն ԿԿ, Վարդաշեն ԿԿ-ից որոշ ժամանակ մնալուց հետո խցերի վերապատրաստման նպատակով ինձ տեղափոխեցին Նուբարաշեն ԿԿ եւ Նուբարաշեն ԿԿ-ում Կարեն Մարգարյանը որպես հոգեբան ինձ ընդունեց, սկսանք իրար հետ աշխատել, որից հետո իմ վիճակը նոր կայունացել է, սկսել եմ նորմալ շփվել, հասկանալ, այսինքն իմ մեջից այդ բոլոր վատ բաները դուրս համարվել, քանի որ դիմել եմ, որ մեկուսի ապրեմ եւ Նուբարաշեն ԿԿ-ի կողմից ինձ տրվել է այդ հնարավորությունը, որի շնորհիվ ես այսօր գտնվում եմ շատ հավասարակշռված վիճակում, առաջին անգամ կալանավորված անձը պետք է պահվի համապատասխան վայրում, ոչ թե պահվի 5 անգամ նստացելած կամ 2 անգամ նստացելած կալանավորի կողքին կամ դատապարտյալի կողքին, դա էլ ըստ ինձ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, նման բաները ազդում են մարդու հոգեկան աշխարհի վրա եւ մարդ մենակ հոգեկան աշխարհը երբ որ խախտված է լինում, նոր կարողանում է դիմել վատ քայլերի, իսկ ինքնավնասումներն ու ինքնասպանության փորձերը շատացել են նրա համար, քանի որ մարդիկ մյուս մարդկանց կողմից չընդունված են համարվում, այսինքն չսիրված, մարդուն նայում են հոդվածով, մարդուն նայում են թե ինքը իր կարգավիճակ ունի եւ այլն, մարդուն եթե նայեն որպես մարդ արարածի, հավատացած եղեք ինքնավնասումները, ինքնասպանության փորձերը բոլորը կվերանան, այսինքն մարդուն պետք է վերաբերվի որպես մարդ արարածի, այլ ոչ թե վայ, այս մեկը նստած է գողության համար, այս մեկը թմրամոլության համար, այս մեկը անբարո գործողությունների համար եւ այլն, պետք է այս տարբերակումները մարդկանց ուղեղից հանել, այսինքն ենթամշակույթացված է